Հաջորդը, ասում եք, պարոն Մինասյան, ասում եք շոու եք անում, երբ որ Վարդանիկին ձերբակալում եք։ Նախ ով է շոու անում, ուզեցա հասկանամ, ով է շոու անում։ Եվ պարզվեց, որ շոու դուք եք անում, պարոն Մինասյան։ Աղմուկ եք բարձրացնում, էս եք անում։ Մտել եմ Երևանից, այն օրվա սաղ բոլոր լրատվականների էջերը թերթում։ Տեղում են մի 10-20 ընդդիմադիր լրատվական, ձևի համար մի հատ մեծ լոյալ լրատվական տեղում չի եղել։ Ոչ իմացել են, ոչ գնացել են, ոչ բան են արել։ Այդ աղմուկը դուք եք բարձրացրել։ Շոուն դուք եք սարքել։ Պարոն Մինասյան։ Մարդիկ գնացել էին, որպեսզի սիրուն, հանգիստ ձերբակալեին ինչ-որ մեկի, ով որոշել էր, որ պետքա 4 միլիոն դրամի կաշառք լափեր։ Սիրուն իրանց ծառայողական պարտականությունների շրջանակներում։ Ընդամենը գնացել են խուզարկություն էին անելու եւ ձերբակալ են, բայց չէ։ Օй, հասեք բռնաճնշումը քաղբանտարկյալա, Վարդանիկը քաղբանտարկյալա, այդ այնց դեմքի արտահայտությամբ են լայվերն էլ նայում են, միջև մը բան չեմ անում, էլի այդ շատ հետաքրքիր լայվեր էին ստացել ընդդիմադիր լրատվականները, պարոն Մինասյան, ու դրա արդյունքում բան եք անում, ասում եք շոու եք սարքում, մենք ենք սարքում, դուք եք շոու սարքում։ Ինչքան կոռուպցիոներ, մարդասպան, տանձ, խնձոր, մանդարին, ինչքան տես կիսակրիմինալ դեմ կա, տանում եք, սարքում եք, բերում ա տենց, մարդը հասկանում է, ինչ-որ մի ձևից ինֆորմացիա ստանում, որ իրա գործերը հեսա ինչ-որ մի փուլ առաջ են գնալու, ակտիվ քաղաքականություն ա մտնում, մեկ էլ ինչ-որ մի հատ տենց հերթական կոռուպցիոներ, ասենք, մելկի էլի ձեր աշխատանքային լեզվով ասած, մելկի կոռուպցիոների բռնում են, օй, սա քաղաքական հետապնդում է, կներեք էլի ժողովուրդ։ Որն է քաղաքական հետապնդում։ Ասենք այդ զապիսը լսում ես, ասում է 4 միլիոնը վերու։ Դրա ի՞նչն է քաղաքական։